Ողջույն սիրելի բարեկամներ։ Նոր քաղաքական բացահայտումներ ենք ստացել, ինչպես ասում են, տակ-տակ։ Այս անգամ կանդրադառնանք Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին ու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանին։ Նրանց թիմերի միջև, եթե չեք նկատել, բացահայտ պայքար է սկսվել ընդդիմադիր դաշտի առաջնորդության համար, որքան էլ զարմանալի է։ Հետևաբար ջրի երես են դուրս գալիս միմյանց մասին որոշ ուշագրավ մանրամասներ, որոնք գաղտնի էին պահվում հանրությունից։ Միանգամից ասեմ, որ նրանց անձը մեզ բացարձակ չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում է նրանց կարգավիճակից բխող խոսքը, վկայությունները, ինքնախոստովանությունները, որոնք լույս են սփռում Հայաստանի ու հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող իրադարձությունների վրա։ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Փաշինյանի եւ մնացած թիմերը սովորաբար միակողմանի իրենց լիդերներին սրբացնող քարոզչությամբ են մեծամասամբ զբաղված։ Մենք այդ թիմերին չենք հարում եւ ամեն ինչին նայում ենք երրորդ կողմի օբյեկտիվ աչքերով։ Մենք ուզում ենք իմանալ ճշմարտությունը։ Եվ այսպես, Քոչարյանի հարցազրույցը երկար էր, բաղկացած հիմնականում երկու մեծ մասերից՝ արտաքին ու ներքին։ Քաղաքական բնականաբար կխոսենք ներքինի, Սերժ Սարգսյանի հետ ունեցած նրա անհայտ մի խոսակցության մասին, որը հերթական վկայությունն է բացահայտումների, որ մենք արել ենք նախորդ հաղորդումներում։ Խոսքը վերաբերում է 2018 թվականի իրադարձություններին։ Քոչարյանը պատմում է, որ զանգել է Սերժ Սարգսյանին ու փորձել պարզել, թե ինչ է կատարվում, քանի որ նաև իրեն են հուշել, որ Սերժ Սարգսյանը կարծես ոչինչ չի ձեռնարկում, երբ Փաշինյանի առաջնորդած զանգվածային բողոքի ակցիաները արդեն մեծ տարածում էին ստացել։ Բայց Սերժ Սարգսյանը Քոչարյանին հավատացրել է, որ ամեն ինչ վերահսկվում է եւ անհանգստանալու ըստեյության առիթ չկա։ Հետո սակայն պարզվել է, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել ու վարչապետ է դարձել Նիկոլ Փաշինյանը։ Լսենք Քոչարյանին, ապա կշարունակենք։ Ես զանգել եմ այն ժամանակ երրորդ նախագահին։ Այն ժամանակում զանգել հալա դեռ վարչապետ չէ։ Չեմ հիշում։ Դեռ ինչքան հիշում եմ հալա վարչապետ չէ, բայց արդեն պարզել որ ինքը պետք է։ Խեմ է զանգել նաև, որովհետև ինձ տարբեր մարդիկ դիմում են, ասում են՝ «Միա դու էլ ասա մեր ընդհանուր ծանոթները»։ Ոնց որ վիճակը ձեռից գնում է, բան չի անում։ Ես զանգեցի։ Եվ ասում եմ՝ դու վիճակը ոնց ես գնահատում։ Պրոբլեմա։ Ինձ տարբեր տեղից ուղղակի սա են ասում։ Պրոբլեմա ծնագնդի պես սա գնում է դեպի լրիվ այլ ուղղություն։ Կոնտրոլը կորցնելու եք։ Ինքը շատ հանգիստ ասեց, ոչ պրոբլեմ չկա, ամեն ինչ կոնտրոլի տակ։ Ինձ դա զարմացրեց։ Ասի վստահ ես, երեմի երկու անգամ ես նույն հարց կրկնեցի։ Շատ հանգիստ ասում ամեն ինչ կոնտրոլի տակ։ Մի քանի օր հետո հրաժարական տվեց։ 5-6 օր հետո։ Հիմա երբ որ քեզ շատ հանգիստ ասում են, որ ամեն ինչ կոնտրոլի տակ, ամեն ինչ նորմալ է, ընդհանրապես պրոբլեմ չի տեսնում։ Ինչ պիտի անեն։ Սա այն է, ինչի ես մասնակից եմ եղել, դա ես միջև այդ առանձնապես շփում չեմ ունեցել իրեն, բավական երկար ժամանակ։ Ես վիճակից ելնելով համարեցի, որ այնուամենայնիվ պետք է զանգել այդ ահազանգը նաև հասցնել իրեն, որովհետև մեր ընդհանուր ծանոթները սա ասում են, մենք իր հետ խոսում ենք, ասում ամեն ինչ նորմալ է։ Մի հատ դու էլ փորձել, դու էլ ասա։ Ու ես էլ զանգեցի, ու ես հասկացա, որ շատ մարդիկ են դիմել ասա։ Հիմա ենթադրում եմ, որ իրավիճակի սխալ գնահատում է։ Հիմա սա է։ Էլ ավել չեմ ասելու, բայց եթե խոսացնեն ավել բաներ մնաց։ Հարց է առաջանում, որ եթե այդպես ամեն ինչ վերահսկվում էր, ինչու արդյունքում Փաշինյանը դարձավ վարչապետ, այդպես էր վերահսկվում։ Քոչարյանի այս հայտարարությանը Սերժ Սարգսյանն արձագանքել է իրեն բնորոշ ոճով, երկար մտորելով, ամեն բառ ասելուց առաջ դա մտքում ծանր ու թեթև անելով, ինչի արդյունքում այդպես էլ չենք հասկանում նա հերքում է Քոչարյանի պատմածը թե ոչ։ Սերժ Սարգսյանը անդրադարձել է դրան դատարանից դուրս գալու ժամանակ։ Նրա նկատմամբ հերթական դատական գործն է ընթանում, կապված վաղեմի մի պատմության հետ, երբ նա դեռևս պաշտպանության նախարար էր։ Նրան մեղադրում են Եռաբլուրի տարածքի մեջ մտնող որոշ հողերի ապօրինի օտարմամբ իր պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ։ Մինչ այդ նրան մեղադրում էին ինչ-որ դիզվառելիքի յուրացման հետ կապված մի գործով, բայց Սարգսյանը արդարացվեց։ Ստացվեց մի զավեշտալի վիճակ, Փաշինյանն իբր հեղափոխություն էր արել թալանչիական իշխանության դեմ, ի դեմս Սերժ Սարգսյանի կառավարման, բայց
Պարզվեց, որ նա լիովին անմեղ է։ Հիմա արդեն Փաշինյանի դատախազությունը այսքան տարվա ընթացքում փաստորեն կարողացել է միայն այս նոր գործը բստրել, հարուցել Սերժ Սարգսյանի դեմ, ինչը նույնիսկ ծիծաղելի է այն տիեզերական մասշտաբի մեղադրանքների համեմատ, որ հանրության մեջ ձևավորել էին հենց Սերժ Սարգսյանի եւ նրա մերձավորների հանդեպ։ Բայց նա փաստացի ազատության մեջ է, կային միայն երկրից բացակայելու արգելք։ Քոչարյանի ու նրա մերձավորների դեմ էլ ներկայացված է մոտ $200 միլիոն համարժեք ունեցվածքի բռնագանձման մեղադրանք, դա ի դեպ ընդամենը 5%-ն է $4 միլիարդ, որ Փաշինյանը միշտ մեղադրում էր, թե իբր Քոչարյանը թալանել է։ Հարգարժան դատարան, խնդրում եմ ձեզ միջոցներ ձեռնարկեք բարձելու համար, թե որտեղից Ռոբերտ Քոչարյանին $4 միլիարդ կարողություն։ Պատկերացնում եք, ու դեռ պետք է այդ $200 միլիոն մեղադրանքն էլ հիմնավորվի։ 7 տարի է Փաշինյանի իշխանությունը, այդպես էլ չի կարողանում դրանք ապացուցել։ Մի պահ պատկերացրեք, 20 տարի ամբողջ ազգին ասես, որ Քոչարյանը $4 միլիարդ է թալանել, վերջում հազիվ դրա 5%-ի $200 միլիոնի մեղադրանք առաջադրես։ Հարց է առաջանում, մնացած $3 միլիարդ 800 միլիոնի համար ով է պատասխան տալու։ Բանը հասել է նրան, որ Քոչարյանը համարձակվում է ուղիղ Փաշինյանին մեղադրել կոռուպցիայի մեջ։ Նիկոլ Փաշինյանը լրիվ նոր խոսք է ասել կոռուպցիայի գործը։ Սա ֆենոմենալ է։ Ես իրեն համարում եմ կոռուպցիայի Էյնշտեյն։ Մասնավորապես խոսելով լուծարված Անիֆի մասին, Քոչարյանն ասաց Փաշինյանին համարում է կոռուպցիայի Էյնշտեյն։ Ստեղծել հիմնադրամ, լցնել այդ հիմնադրամը $65 միլիոն հարկատուների կողմով։ Հետո ստեղծել օֆիս։ Ինքեր Արազատ Խանամի բանման ընտանիքների անդամներ տեղավորել այդ օֆիսում 2 ամիս այդ փողը անհետացել։ Այս մարդը Դեվիդ Կոպերֆիլդն է։ Սրանց ճակատներին պետք է sense տատու անել։ Կոռուպցիոն հանճարներ։ Պնդելով, որ կոռուպցիան Փաշինյանի իշխանության օրոք համատարած է, Ռոբերտ Քոչարյանը խոսեց նաև համահայկական հիմնադրամից պետբյուջե փոխանցված $100 միլիոն մասին, շեշտելով, թե պարզ չէ, ինչի վրա են ծախսվել այդ գումարները։ Երկրորդ նախագահն ում Նիկոլ Փաշինյանն անդադար մեղադրում է երկիրը թալանելու եւ հարստանալու մեջ, հենց Փաշինյանին մեղադրեց բյուջեի գումարները փոշիացնելու համար։ Հիմնավոր կասկած ունեմ, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ամենից հարուստ մարդն է։ Ես իրենից մի 10 անգամ 15 անգամ չգիտեմ որտեղ է, նույնիսկ դաժե обидно։ Արձագանքելով երկրորդ նախագահի այս մեղադրանքներին, ազգային ժողովի խոսնակը նրան է անվանել թալանչի։ Դե կարծում եմ ինքը պետքա բժիշկ դիմի, եթե այդպես հարիտարություններ է անում, որ կասեմ, որ ավելի լավ կներ ինքը խոսեր այդ $200 միլիոն վերջը Ղարաբաղից էին բերել, պապներ կտակե, Ալբանիայից էին ստացել որպես օգնություն, թե որտեղից է այդ $200 միլիոն, ել չեմ ասում մնացած ունեցվածքը։ Ինչևէ, սա առանձին թեմայի հետագայում առիթ լինի կանդրադառնանք, իսկ հիմա լսենք, թե ինչպես է Սերժ Սարգսյանը հակադարձել Քոչարյանին։ Ես ընդհանրապես հակված չեմ անձնական խոսակցությունները, անձնական զրույցները հրապարակայնացնել։ Զանգ եղել է, բայց դրանից առաջ էլ է զանգ եղել, դրանից առաջ էլ է թեմա եղել։ Ինչքան առաջ, որտեղ ասում տևական ժամանակ չեք շփվում։ Ինքը նկատի ուներ, կարծում եմ նկատի ուներ այսօրվա պարագան, բայց 18 թվականին այդպես չէր։ Համենայն դեպս այդ մանրամասները ինչ հետաքրքիր է։ Ես մի բան կարող եմ հստակ ասել, որ ցանկացած մանրամասն, ցանկացած ձեզ հետաքրքրող փոքրիկ հարց, ես կարող եմ բարձրաձայնել միայն այն ժամանակ, երբ ես նպատակահարմար համարեմ։ Իսկ թվականի թողեք մինչև վերջ բան անեմ, այն ջան ուր է շտապում։ Դա հետ ենք ստապում, ցավասկի մեջ ենք։ Պետք չի։ Իմ լեքսիկոն։ Ու կարծում եմ երևի մի 10-15 տարի հետևում եք։ Երբեք լսել եք այդպիսի բան, կոնտրոլի տակ։ Ես չունեմ այդպիսի բան։ Այդպիսի ռապաշար։ Լավ, արդեն Ինչպես տեսնում եք, սիրելի ժողովուրդ, իրականում Սերժ Սարգսյանը ուղիղ չի հերքում Քոչարյանի ասած, այլ ասում է, որ նման բառապաշարն իրեն բնորոշ չէ, բայց այստեղ էականը ոչ թե բառապաշարն է, այլ խոսքի բովանդակությունը։
Քոչարյանը շատ է սիրում այն ամեն ինչը կապված է ռուսականի հետ եւ իր բառապաշարում շատ հաճախ են հնչում ռուսերեն արտահայտություններ։ Դա կարող է հայերենի իր ինտերպրետացիան լինել։ Սերժ Սարգսյանը գուցե ոսկեղենիկ հայերենով ասած լիներ, որը ամեն ինչ վերահսկվում է, եւ Քոչարյանը դա վերածել է պարզապես ռուսերենի։ Բացառվում է արդյոք դա։ Իհարկե չի բացառվում ամենայն դեպս Սերժ Սարգսյանի խոսքում, բայց նա խուսափում է այդ խոսակցության մանրամասները ներկայացնելուց եւ փաստացի չի հերքում դա։ Ուզում է ասել ընդամենը, որ կոնտրոլի տակ արտահայտությունը իրեն բնորոշ չէ։ Բայց նա ամեն դեպքում Քոչարյանի հարցազրույցից այնքան էլ ոգևորված չէր, ինչը ակնհայտ ցույց տվեց իր վրդովմունքով, որ Քոչարյանն իրեն շեֆ է ասել։ Ուշադիր այս դրվագին։ Ինչու են ձեզ թիրախավորում։ Սկսենք այդտեղից։ ու առաջինը հենց իրեն շեֆը ասեց, որ հանգիստ թողեք Քոչարյանին։ Եվ ենթադրում եմ, որ սա առաջերտին պետք է կուսակիցներին վերաբերվեր, հետո այս կուսակցական շրջանակներից ավելի դուրս։ Պարոն նախագահ, ձեր թույլտվությամբ թերևս վերջին հարցը 2020 թվականի Այստեղ շեֆ եք։ Չի համար եմ ասում, որտեղ այսօր բոլորը եկել են այն կառույց, որտեղ ըստեյության երկու ովքեր մշտել։ որովհետև առաջին անգամ ինձ շեֆ անվանեցին, դրա համար եմ ասում, ուզում եմ ասել, որ ես մեր կուսակցության շեֆը չեմ։ Ես ՀԿ-ի նախագահն եմ եւ պաշտպանատող Հանրապետության երեք անդամ։ Ակնհայտ է, որ նրանց ջրերը մեկ առվով չեն հոսում։ Իսկ թե ինչու շուտով կպարզենք, բայց շատ ավելի ուշագրավ է, որ դրա նախորդին որպես դեպքերի ականատես մանրամասները պատմել Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը, ինչը կարծես շատ չլուսաբանվեց, բայց իրականում շատ լուրջ վկայություններ են դրանք։ Ու երևի թե դա է պատճառը, թե ինչու է Սերժ Սարգսյանը որոշել քիչ խոսել 2018 թվականի իրադարձությունների մասին, չնայած խոստացել է դրա վերաբերյալ հատուկ հարցազրույց տալ։ Եթե հակիրճ, ապա պարզվում է, որ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին է փոխանցել իշխանությունը, բայց նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսելուց հետո որոշել է հրաժարվել ու փոխանցել էստաֆետը Նիկոլ Փաշինյանին։ Այստեղ հակարծես ուրվագծվում է, թե ովքեր էին այն հզոր ուժերը, որ հաղթեցին Սերժ Սարգսյանին։ Եթե իհարկե հետևենք Սամվել Ֆարմանյանի տրամաբանությանը։ Քանի որ այդ պատմությունը գրավոր է, տեսանյութ չկա, կփորձեմ հնարավորինս հակիրճ ներկայացնել, բայց հաղորդումը դրանից երկարելու է։ Այնուամենայնիվ դա հետաքրքիր է։ Եվ ուրեմն նա պատմում է, որ վարչապետի հրաժարականից հետո ՀՀԿ-ով հավաքվել են ու Սերժ Սարգսյանն առաջադրել է փոխվարչապետ Կարեն Կարապետյանի տեխնացությունը որպես նոր վարչապետ։ Վերջինս այն ընդունել է ու հավաստիացրել, որ ամեն ինչ լավ է լինելու։ Հարկ է նշել, որ դրանից առաջ նա անձամբ էր գնացել ու ձերբակալվածների պահման վայրից ազատել Փաշինյանին։ Սա ի դեպ առանցքային գործողություն է։ Մարդկանց հենց այնպես ուղակի փաստորեն քաղաքական որոշմամբ ազատել են, երբ դատախազությունը գործ էր հարուցել նրանց դեմ։ Նոր իշխանության համար սա կարող է հետագայում իրականում լինել քննության առարկա։ Ինչևէ, շարունակենք ծանոթանալ Ֆարմանյանի վկայություններին։ Կարեն Կարապետյանը այնուհետև ՀԿ-ականներին հավաստիացրել է, որ ամեն ինչ կոնտրոլի տակ է, զանգելու է Վլադիմիր Պուտինին ու դրանով ամեն ինչ կավարտվի։ Ուշագրավ է, որ Ֆարմանյանը շեշտում է կոնտրոլի տակ արտահայտությունը։ Կարծես հատուկ է անում, փորձելով Քոչարյանին հուշել, որ այդ բառը ոչ թե Սերժ Սարգսյանին է եղել, այլ Կարեն Կարապետյանին է։ ՀԿ-ի ներսում Պուտինին զանգելուց հետո հարցերը լուծելը փաստորեն համարվել է ամենավերջին ինստանցիայի մի երաշխիք։ Մարդիկ հանգիստ շունչ են քաշել։ Բայց հետո ինչ-որ բան է փոխվել, հենց Կարեն Կարապետյանի կողմից ազատված Փաշինյանը ցույցերի ժամանակ մեկ էլ վեր է կանգնում եւ ասում. կամ ինքն է լինելու վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենալու։ Ես կամ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, ժողովրդի պահանջով, ժողովրդի աջակցությամբ կամ էլ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես վարչապետ չի տրվի։ Կարեն Կարապետյանն էլ հատկապես Պուտինի հետ զրուցելուց հետո փաստորեն տուրք է տվել Փաշինյանի շանտաժին, հեռացել է ու փաստի առջև է կանգնեցրել ՀԿ-ականներին։ Ըստ Սամվել Ֆարմանյանի կար մեկ այլ սցենար։ ԲՀԿ-ն էր ուզում առաջադրել Գագիկ Ծառուկյանի տեխնացությունը որպես վարչապետ։ Ֆարմանյանն ասում է, որ նա գնացել էր Մոսկվա ու շատերը դա հենց այդ համատեքստում էին ընկալում, այսինքն Մոսկվայում ստանալ որոշակի համաձայնություններ։ Նրա խոսքից դուրս է գալիս, որ Հայաստանում վարչապետ չեն ընտրվում առանց Մոսկվայի հետ համաձայնեցնելու։ Հակառակ դեպքում անհասկանալի է, թե ինչու է նա անընդհատ շեշտում, երկու դեպքում էլ
Կարեն Կարապետյանն է զանգել Պուտինին, հետո Գագիկ Ծառուկյանն է գնացել Մոսկվա, բայց երկու դեպքում էլ երկուսն էլ վերջում հայտարարեցին, որ աջակցելու են Փաշինյանին, իսկ ինչ եղավ հետո շատ հուզիչ էր։ Ծառուկյանին դատեցին ու ԲՀԿ-ն հայտնվեց քաղաքական լուսանցքում, ընտրություններում անցողիկ շեմն անգամ չհաղթահարեց։ Այստեղ կարևոր է հասկանալ, սիրելի բարեկամներ, որ Հայաստանում, երբ սահմանադրություն փոխելով Սերժ Սարգսյանը հաստատեց խորհրդարանական կառավարում, ապա վարչապետին միշտ ընտրում է խորհրդարանը անկախ նրանից, թե փողոցում քանի հազար մարդ է հավաքված։ Ի վերջո Փաշինյանին էլ ընտրել է ՀՀԿ-ն, որքան էլ դա որոշներին դուր չգա։ Եթե ՀՀԿ-ն չընտրեր Փաշինյանին վարչապետ, պիտի անցկացվեին նոր ընտրություններ, եւ դժվար է ասել, թե փաստացի ՀՀԿ-ի կազմակերպող ընտրություններում, այդ նոր ընտրություններում իշխանություն չունեցող Փաշինյանը այլ մրցակիցների հետ որքան ձայն կհավաքեր։ ՀՀԿ-ում այնպես արեցին, որ առանց նոր ընտրությունների Փաշինյանը միանգամից դառնա վարչապետ, չնայած ընդամենը 1 տարի առաջ Փաշինյանը լայն աջակիցներ չուներ։ Երկդաշինքով, երեք ուժերով հազիվ էին անցողիկ շեմը հաղթահարել ու նա ընդունել էր հենց Փաշինյանը, որ քվեները չեն կեղծվել, նա չէր բողոքարկել ընտրությունների արդյունքները։ Ավելի քան 7% ձայն ստացած ընդդիմադիր Ելք-Դաշինքը հայտարարում է, որ ընդունում է ընտրությունների նախնական արդյունքները եւ վերցնելու է իրեն հասանելիք մանդատները։ Ազատության հետ զրույցում Դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուկյանը նշեց, որ գնալու են խորհրդարան մոտ 120,000 ընտրողների թիվը բազմապատկելու նպատակով։ Ելք-Դաշինքի փոխանցմամբ 3 կայացած ընտրություններում իրենք արձանագրել են խախտումներ, դրանք սակայն ըստ Մարուկյանի էական ազդեցություն չեն թողել ընտրությունների արդյունքների վրա։ Ավելին, Մարուկյանը համոզված է, որ բուն ընտրատեղամասում քվեարկությունն ընթացել է նորմալ։ Ընտրողները իրենց կամքը ձևավորել են տեղամասում։ Եվ մենք գործելու ենք այն մանդատի շրջանակում, ինչ ժողովուրդը մեզ տալու է։ Մեզ ժողովուրդը տվել է այն մանդատը, որը տվել է, ընդ որում հստակ է մի բան, որ Ելք-Դաշինքի օգտին տրված ամեն քվե արձանագրվել է, ինչպես դա տեղի է ունեցել նախկին ընտրություններում, եւ գիտեք, ես սա շատ կարեւոր արձանագրում եմ համարում, չի եղել այդպիսի մի դեպք, որ մենք ընտրություններին մասնակցենք եւ մեր օգտին տրված թեկուզ մի քվե կորի։ Երբ Փաշինյանը ռուպրով գորգորում էր ելք կա, անգամ տանիքների վրա բարձրանալով նրան մի 10 հոգի էլ ժողովրդից միացող չկար, նրան լուրջ շատ քչերն էին ընդունում, բայց այս Սերժ Մերժելը շատ ու շատ մարդկանց սրտով էր, այսինքն Սերժ Սարգսյանին հեռացնելու գաղափարն է մարդկանց մոբիլիզացրել, այլ ոչ թե Փաշինյանին վարչապետ դարձնելու գաղափարը։ Կարևոր է հասկանալ նրբությունը, որ անգամ հրաժարականից հետո եթե նոր ընտրություններ չեն նշանակվում, ապա ՀՀԿ-ն շարունակում էր իշխել պարլամենտում, իսկ Սերժ Սարգսյանը փաստացի կառավարության կողքը գտնվող Մելիք Ադամյան փողոցից ՀՀԿ-ի գրասենյակից, որպես ՀՀԿ-ի լիդեր, շարունակելու էր կառավարել Հայաստանը։ Կարեն Կարապետյանի հանդեպ ժողովրդական ատելություն իրականում չկար։ Հենց նա էր տանում նախընտրական քարոզարշավը եւ շատերը կարծում էին, որ նա էլ կլինի վարչապետ, հետեւաբար այս սցենարը այդպես արագ փորձարկվեց, բայց երբ Սերժ Սարգսյանը իհակառակ իր խոստման առաջադրվեց ու փաստացի հավակնեց վարչապետի պաշտոնին, Փաշինյանն էլ սկսեց դրա հիմնավորմամբ Սերժին մերժելու գործընթացը։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա այսօրվա դրությամբ, դա իրավաբանորեն չի նշանակում, որ իշխանությունը միանգամից փոխվելու է։ ԿՊ-ն, օրինակ, կարող է վարչապետը ընտրել, առաջադրել Աննա Հակոբյանին կամ որևէ այլ մեկին ու շարունակել իշխել պարլամենտում։ Սա ասում եմ զուտ իրավաբանորեն է այդպես։ Իհարկե, իրականում հրաժարականը նշանակում է, որ կարող են ամբողջ թիմով որոշել հեռանալ։ Շարունակելով նկատենք, Ֆարմանյանը ներկայացնում է, որ Փաշինյանին բանտից ազատելով փորձել են իբր թուլացնել երկրում լարվածությունը։ Հիշում եք, երբ Սերժ Սարգսյանի հետ հրապարակային բանավեճը տապալվեց, նույն թե հաջորդ օրը Փաշինյանին ու էլի մի քանի հոգու կարելի է ասել առևանգեցին։ Հետո պարզվեց, որ նա կալանավորվել է։ Բայց վերջում Կարեն Կարապետյանը գնաց ու ջերմորեն ձեռք սեղմումով ազատեց նրան։ Առանց լիդերի ներկայության շարժումները սովորաբար մարում են, ոչ թե ուժ գնանում։ Եթե լիդերին մեկուսացնում են, ցույցերը թուլանում են անգամ հնում պատերազմների ժամանակ ձգտում էին միանգամից հրամանատարին գտնել, հայտնաբերել, մեկուսացնել կամ վերացնել, որպեսզի ամբողջ բանակը կազմալուծվի, բայց սա այդ դեպքը չէր փաստորեն։ Նպատակ չկար դրա։ Ցույցերը լիովին արտոնված էին, կարծես հատուկ արված, որպեսզի լինի այն տպավորությունը, որ իսկական հեղափոխություն է։ Ֆարմանյանը պատմում է, որ երբ Կարեն Կարապետյանը ըստ որոշ տեղեկությունների ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հարցրել է, թե
Կարող է արդյոք նա անարյուն վերականգնել հասարակական կարգը, այսինքն ցրել այդ ցույցերը, նա վստահաբար ասել է այո։ Իհարկե, սիրելի ժողովուրդ, դա հնարավոր էր, ինչքան էլ խոսեն հեղափոխություններ։ Ցուցարարները միշտ գիշերը գնում էին տուն, հրապարակներ չէին զավթում, չէին բարիկադավորվում, շատ հեշտ էր հաջորդ առավոտյան ոստիկանական պարզագույն ուժերով թույլ չտալ մարդկանց կրկին փողոց փակելու հրապարակ մտնել։ Հետևաբար իհարկե Վլադիմիր Գասպարյանը կարող էր անարյուն վերցնել մայրաքաղաքի կենտրոնը հսկողության տակ, իսկ ցուցարարներին ուղեկցել այլ տեղ իրենց բողոքն արտահայտելու։ Եթե լինում է քաղաքական որոշում, ուժային ամբողջ համակարգը կարող է կազմալուծել ցանկացած բողոքի ակցիա, իսկական հեղափոխությունը անարյուն չի լինում։ Եթե իշխանությունն ինքը չի որոշում, անարյուն հեռանալ ու փոխանցել իշխանությունը։ Բայց ըստ Ֆարմանյանի տեղեկությունների, Գասպարյանը պահանջել է այդ հրամանը գրավոր ներկայացնել, բայց Կարեն Կարապետյանը ի վերջո խուսափել է դա անելուց եւ հրահանգ այդպես էլ չի տվել ցրել այսպես ասած այդ բողոքի ակցիաները։ Մի խոսքով ստացվել է, որ թե Սերժ Սարգսյանը, թե հետո Կարեն Կարապետյանը որևէ հրահանգ չեն տվել վերականգնելու այսպես կոչված հասարակական կարգը, ամեն ինչ թողել են ինքնահոսի։ Այս վկայություններից արդեն պարզ է, որ եղել է որոշում հանգիստ իշխանությունը փոխանցելու Նիկոլ Փաշինյանին։ Ցույցերի ընթացքը չէր խոչընդոտվում, ինչը փորձ է արվում ներկայացնել, որ իբր սկզբում շատ մարդ չկար փողոցում, լուրջ չէին վերաբերվում, իշխանապողության վտանգ չկար, դրա համար ուժ չէին գործադրում։ Այդ մասին հենց Սերժ Սարգսյանն է խոստովանել, լսենք։ Դուք նկատի ունեք, ինչու չձերբակալվեց, ապա կալանավորվեց եւ այլն, որովհետեւ այդ ժամանակահատվածում մենք չէինք գնահատում, որ փողոցում կան այնքան մարդիկ, ովքեր իզորու են իշխանապողություն իրականացնել, որովհետեւ այդպիսի շարժումների պատմությունը ցույց է տալիս, որ եթե շատ կոշտ միջոցների է գնում, ապա փողոցում մարդկանց քանակը ավելանում։ Պատմությունը թողենք մի կողմ, բայց մեր սեփական օրինակը։ 16 թվականին հիշում եք, որ Սասնա ծառեր կոչված խմբավորումը գրավեց, չասեմ ավելի կարևոր, բայց շատ կարևոր եւ շատ ավելի մեծ բաղնությամբ պետական հաստատություն։ Եվ շատ շատերը խորհուրդ էին տալիս միանգամից մեծ ուժ գործադրել եւ ավարտել այդ պատմությունը։ Իսկ ես էլ ասում էի, բայց դուք ինչպես եք պատկերացնում այդ 30-ից ավելի դիակներից հետո մեր հասարակությունում տիրող իրավիճակը։ Կմարսեինք արդյոք, թե չէինք մարսի։ Ինձ ասում էին, բայց դուք վտանգում եք իրավիճակը, կարող է այսպես զարգանալ, այնպես զարգանալ։ Իսկ ես ասում եմ ավելի լավ է իրավիճակը վտանգենք, քան մեր երկրի ապագան։ Եվ փառք Աստծո, ինչպես հիշում եք, կամաց այդ ամենը մարվեց։ Բայց նրա համոզվածությունը, որ բիրտ ուժ գործադրելով ավելի են ցույցերը մեծանում ինչով էր ամրագրված հետաքրքիր է։ Նա բերում է ՊՊՑ գնդի գրավման օրինակը, որ կարողացել է ինքը համոզել առանց ուժ գործադրելու հանձնվել փաստորեն ապստամբներին։ Բայց դա համարժեք օրինակ չէ, քանի որ նախ ՊՊՑ-ի գունդը գրավել են զինված հարձակմամբ եւ այնտեղ եղել են մեծ քանակի զինամթերք, այսինքն դա կարող էր դուրս գալ վերահսկողությունից եւ իսկապես մեծ զոհերի հանգեցնել։ Պետք է լիներ զգուշավոր եւ դա բացարձակ համեմատելի չէ, կրկնում եմ, ռադիոտոնը գրոհելու անզեն այդ նույնիսկ կարելի անվանել զբոսանքին։ Հետո լիդերը Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալված էր այդ ժամանակ եւ նրա միջոցով ճնշում գործադրելով հնարավոր եղավ ապստամբներին հնազանդեցնել։ Դա շատ կարևոր հանգամանք է։ Բացի դրանից, ապստամբները երկար փակված մնալով սկսեցին հյուծվել, հիշում եք, հայտնվեց հացբերող, ով սնունդ էր փորձում հասցնել։ Մինչ այդ էլ Նիկոլ Փաշինյանը տարօրինակ հանգամանքների բերումով հանրահավաքը վերցրեց իր վերահսկողության տակ եւ փաստացի այն հանդարտեցրեց։ Ի վերջո լիդերին մեկուսացնելու արդյունքում հարցը փակվեց, ժողովուրդը ցրվեց տներով։ Ոչ բռնությանը
Այստեղ չի լինելու ոչ մի բռնություն, այստեղ չի ընչելու ոչ մի հայհոյանք, այստեղ չի լինելու ոչ մի ագրեսիվ պահվածք, այստեղ լինելու է Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին, այստեղ իր ձայնը բարձրացնելու է Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին, եւ մենք հարգանքով ենք վերաբերվելու ցանկացած, կրկնում եմ, ցանկացած որոշման, եւ ուրեմն կեցե ազատությունը, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում, Հայաստան, հայ։ Այսինքն, Սերժ Սարգսյանի բերած օրինակով, եթե անգամ գործեին, ապա Փաշինյանին ու բոլոր կազմակերպիչներին պետք է ձերբակալեին ռադիոտոններ խուժելուց հետո ըստ օրենքի պահանջի։ Եվ այստեղ բիրտ ուժ գործադրելու կարիք էր չկար, նրանք զինված չէին ու չէին էլ դիմադրում առանձնապես, հնարավոր էր առանց ծայրահեղությունների, հենց ռադիոտանը նրանց կալանավորել։ Նրանց պայքարը բաց ձեռքերով պայքար էր ու նրանց թվաքանակը այնքան քիչ էր, որ հեշտությամբ կարելի էր նրանց մեկուսացնել։ Այնպես որ պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի խոսքերին մարդիկ չեն հավատում։ Նա մի գործիչ է, ով ասել է, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, հետո հավակնել է ու դրա հաջորդ իսկ օրը սկսվել են ժողովրդական հուզումներ։ Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այս պահային շահերն էլ անցողիկ են։ Սահմանադրությունը սերունդների համար է։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես Սերժ Սարգսյանս այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պարլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում։ 105 падգամավորից ազգային ժողովի հատուկ նիստին գրանցվել է 91 քվորում կա։ Նիստը շարունակվում է, օրակարգի միակ հարցը վարչապետի ընտրությունն է։ Նրան ներկայացնելու համար խորհրդարանական մեծամասնության հանրապետական խմբակցության ղեկավարը 15 րոպե ունի։ Հետո միակ տեխնացուի ելույթն է, կարող է խոսել մինչև 1 ժամ, բայց Սերժ Սարգսյանն ասելիքը ձևակերպում է կես ժամում։ Մենք ձեզ հետ միասին մասնակիցն ենք նոր սկզբի։ Երկիրն ի վերջո հայտնվել է անդոնդի եզրին։ Արցախը կորսվել, ի վերջո։ Գուցե այդպես նա չէր պատկերացնում, բայց այդպես եղավ, ամենայն դեպս նրան ոչ ոք չէր ստիպում ասել, որ Նիկոլը ճիշտ էր, իսկ ինքը սխալ, իսկ ինքը այո, շատ սխալվեց։ Նա մի գործիչ է, ով Հայաստանը երկար տարիներ եվրոինտեգրելով, վերջում մեկ գիշերում հասցրեց Ռուսաստանի հետ միության մեջ։ Նա ինքն է ասել, որ մեկ գիշերում չէր կարող ժողովրդին հարցնել։ Բայց վերազգային միություններին անդամակցելը սովորաբար հանրաքվեներով են արվում, քանի որ դա պետական ինքնիշխանության սահմանափակման հարց է։ Միջազգային գործընկերության մեջ անվստահության կորուստը նույնպես դեր է խաղացել Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի առումով։ Նա գործիչ է, ով ասել է, որ առաջինն է լինելու Ստեփանակերտ թռչող ինքնաթիռի ուղևորը, բայց այդպես էլ չեղավ։ Գուցե ժամանակը չհերիքեց, չգիտեմ, բայց փաստացի չարեց։ Նա ասել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում ու որ վստահ է, թե Սամվել Շահրամանյանը կփրկի Արցախը։ Գուցե հավատում էր անկեղծորեն, գուցե նրան նաև որ ռուսները մենակ չեն թողնի կաջակցեն, բայց մեկօրյա ռազմական գործողություններից հետո ստորագրվեց Արցախի լուծարման մասին թուղթ ու Արցախը լիովին հայաթափվեց։ Նա ասել է շատ ու շատ բաներ, բայց եղել է կատարյալ հակառակը։ Մարդիկ մինչ օրս հետևաբար նրա հիմնավորումները չեն ընկալում։ Սա նաև վստահության խնդիր է։ Սա է թերևս նաև հոգեբանական այն պատճառը, թե ինչու է նա ներողամիտ այն մարդկանց նկատմամբ, ովքեր մի օր մի բան են ասել, հաջորդ օրը բոլորովին այլ։ Սա մի ֆենոմեն է, որը միայն Սերժ Սարգսյանին չէ հատուկ։ Այս երևույթի կատարյալ մարմնավորումն է նաև Նիկոլ Փաշինյանը։ Դժվար է գտնել նրա որևէ հստակ, այսպես իմպերատիվ խոստում, որ իրականություն է դարձել։ Հետևաբար պատահական չէ, որ այսօր իր ֆրակցիայում նույնպես կան ճամբարափոխներ, որ ժամանակին ՀԿ-ի շարքերում էին։ Այդ ինչպես եղավ, ինչ փորձից ելնելով էր Սերժ Սարգսյանը վստահ, որ Փաշինյանի ցույցերը կմարեն, երբ Փաշինյանը ինչ ուզում անում էր Երևանի փողոցներում ու դա աննախադեպ էր։ Դրանքով բողոքի սովորական ցույցեր չէին, փակվում էին փողոցներ, գրոհում էին պետական շենքեր, հատկապես ռադիոտոն մտնելուց հետո Սերժ Սարգսյանն իսկապես անկեղծ մտածում էր, որ
Ահա ուր որ է կմարեն բողոքի ակցիաները։ Սա իրավիճակի տարօրինակ ընկալում է, քանի որ ցանկացած իշխանության համար ընդդիմության կողմից պետական շենքեր գրոհելը արդեն լուրջ ազդանշան է, որ պետք է գործել, եթե բացառենք, որ խորքում նպատակ չի եղել Փաշինյանի հետ պայմանավորվելը, ինչպես Սերժ Սարգսյանը սիրում էր պայմանավորվել իր բոլոր ընդդիմախոսների հետ։ Այդ մասին մենք խոսել ենք նախորդ հաղորդումներում, թե ինչ վարպետությամբ էր Սերժ Սարգսյանը կարողանում իր թշնամիներին դարձնել իրեն բարեկամ եւ անգամ կուսակից։ Արտաշես Գեղամյանից, Վիկտոր Դալաքյանից ու Արթուր Բաղդասարյանից սկսած մինչև շարքային նախկին քոչարյանականներ ու լևոնականներ կան նման մարդիկ, երբ այսօր էլ դարձել են նրա համախոհները, նախկինում լինելով նրան դեմ։ Այս առումով խիստ տարբեր են Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Քոչարյանը դժվար է ներում իր հակառակորդներին եւ տանել չի կարողանում դավաճաններին, բայց Սերժ Սարգսյանը շատ ներողամիտ է միշտ եղել։ Նա սիրահոժար ներում եւ անգամ պաշտոններ էր շռայլում իրենց սկզբունքներին դավաճանած եւ նախկինում իրեն ինչ ասես ասող տարբեր կերպարների։ Քոչարյանը այլ տեսակի է պատկանում։ Նա թեկուզ տասնամյակներ անցնի ձգտելու է իր ոտքը տրորողներին գտնել ու պատժել։ Նրա այդ բնավորությունը անգամ Լևոն Տեր-Պետրոսյանն էր արձանագրել։ Քոչարյանն ավելի հիշաչար է ու խիստ բնավորություն ունի, նրան շատերն են ատում դրա համար, բայց նրանից նաև վախենում են։ Սերժ Սարգսյանի հանդեպ վերաբերմունքը այլ է։ Մի խոսքով, կամ Սերժ Սարգսյանին իսկապես սխալային զեկուցում ունա չէր տիրապետում իրավիճակին, կամ նա գիտակցված է դա արտոնել որոշակի հաշվարկներից ելնելով։ Այլ տարբերակ չկա։ Յուրաքանչյուրը թող ինքը որոշի, թե որն է ավելի հավանական։ Այլ ուշագրավ մանրամասներ էլ կան Ֆարմանյանի գրառման մեջ, շատ չմանրանակ։ Կարող եք ինքներդ կարդալ, բայց մեկ կետի էլ հպանցիկ անդրադառնանք։ Նա պնդում է, որ գործարար որոշ ՀԿ-ականներ եւ ֆրակցիայի որոշ падգամավորներ, օրինակ նախկին հարկայինի պետ եւ ԱԱՑ-ի տնօրենի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը փաստացի ինքնակամ սեփական հաշվարկներից ելնելով անցել էին Փաշինյանի կողմը։ Ուղիղ չի ասում, բայց փաստացի մեղադրում է նրանց թիմը լքելու կամ դավաճանելու մեջ, հետեւաբար ՀԿ-ին իբր այլ բան չէր մնում, քան քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։ Սա հակասության մեջ է մտնում, օրինակ ՀԿ-ի մեկ այլ падգամավոր նախկին Միհրան Պողոսյանի ինքնախոստովանության հետ, երբ նա պնդել էր, այդ մասին մենք անդրադարձել ենք, որ Սերժ Սարգսյանի հետ անձամբ է որոշվել եւ ՀԿ-ում միասնական որոշում է ընդունվել քվեարկելու Նիկոլ Փաշինյանի օգտին։ Ինքս ենթադրում եմ, որ այդ գործարարներն ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ինքնակամ դժվար թե անցած լինեին Փաշինյանի կողմը, այն էլ Սերժ Սարգսյանի հրաժարականից առաջ, քանի որ նրանց դեմ Սերժ Սարգսյանը բնականաբար ուներ եւ մինչեւ այսօր էլ կունենա բազում տեղեկություններ, բայց զարմանալիորեն ՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը նրանց դավաճանածների հանդեպ նրանք շատ հանգիստ են։ ՀԿ-ականները որևէ խիստ մեղադրանքներ այսօր չեն հնչեցնում, բայց դավաճանությունը ամենամեծ հանցանքն է, որը պետք է պատժվի ցանկացած պարագաներում, հատկապես եթե ինքդ քեզ համարում ես նժդեհական։ Զարմանալիորեն ՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը առհասարակ շատ անտարբեր են իրենց դավաճանածների հանդեպ։ Մի խոսքով, սիրելի ժողովուրդ, ականատես ենք լինում, որ բոլորը հերթով սկսում են գաղտնազրծել ու վկայություններ տալ մեր երկրի ու ժողովրդի համար ճակատագրական այդ իրադարձությունների մասին։ Անկամ այսքան վայրի վերումներից հետո կրկին մեր ժողովուրդը կանոնած է ընտրության բացակայության առջև։ 2026-ի համապետական ընտրություններին բան չի մնացել, բայց Փաշինյան, Սարգսյան ու Քոչարյան այս եռանկյունին շարունակում է իշխել մեր երկրի քաղաքական կյանքում։ Այստեղ ականատես ենք լինում, որ վճռորոշը ոչ թե զուտ անձն է քաղաքականության մեջ, այլ թե ինչ ռեսուրսների են նա տիրապետում եւ ինչպես է կարողանում մոբիլիզացնել իր շուրջ սեփական համախոհներին, միաժամանակ հունից անել իր հակառակորդներին, անգամ չունեն վարկանիշ հասարակության մեջ, բայց միևնույն է նրանք մոնոպոլ դիրքավորված են իրենց ռեսուրսների շնորհիվ։ Ստացվել է հետևյալ բարիկադավորումը. Փաշինյանի դեմ կրկին չկա այսօր այլ ավելի ուժեղ մրցակից, քան Քոչարյանն է, բայց Քոչարյանի այդ լիդերությունը հենց այնպես չի ուզում ընդունել Սերժ Սարգսյանը։ Նրանք խոստովանել են, որ իրենց միջև հակադրությունը գալիս է դեռ 2008 թվականից։ Սերժ Սարգսյանը պետք է հավանաբար իր ժամկետի ավարտից հետո նորից իշխանության գալու ճանապարհ հարթեր իր նախկին ղեկավար Քոչարյանի առջև, բայց նա իր գործողություններով գիտակցված թե ոչ երկրի ղեկավարի պաշտոնին արտոնեց Նիկոլ Փաշինյանին, ում հայացքները Արցախը հանձնելու հարցում հայտնի էին դեռևս 1990-ականներից։ Քոչարյանն այսօր հակառակորդ է թե Փաշինյանի, թե Սերժ Սարգսյանի համար, անգամ եթե վերջինս այլևս չի հավակնում լինելու երկրի ղեկավար։ Նրանց միջև բացահայտ թշնամությանը թերևս խանգարում է համատեղ անցյալը, որտեղ նրանք հաստատաբար իրար հետ կիսած շատ բաներ ունեն։
Սերժ Սարգսյանը նախընտրեց դաշինք կազմել Փաշինյանի մոտ ԱԱԾ-ի պետ աշխատած եւ Արցախի հաղթանակի խորհրդանիշներ գեներալներին ձերբակալած Քոչարյանին տարբեր հանցանքներ վերագրող Արտուր Վանեցյանի հետ, բայց երբեք չհամաձայնեց, անգամ 2021 թվականին միանալ Քոչարյանին համապետական ընտրություններում։ Մենք տեսնում ենք, որ անգամ 2020-ի աղետից հետո այդ 21-ին նրանք չկարողացան միավորվել Փաշինյանի նորից իշխանության գալը կանխելու հարցում։ Եվ այսօր սկսվել է նորից նույն պատմությունը։ Սերժ Սարգսյանը մեղադրեց Քոչարյանին ընտրություններին մասնակցելով լեգիտիմացնելու մեջ Փաշինյանին, բայց խնդիր չտեսավ, որ Փաշինյանի մոտ ԱԱԾ պետ աշխատած մարդու հետ մասնակցեց այդ նույն ընտրություններին։ Թե այս, թե շատ այլ հարցերում հստակ է, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև կա ուժեղ հակադրություն, եւ եթե Փաշինյանը առաջնորդվի այն կարգախոսով, որ իմ թշնամու-թշնամին իմ բարեկամն է, ապա Քոչարյանի հարցում Սերժ Սարգսյանի ու Փաշինյանի շահերը անգամ համընկնում են։ Սերժ Սարգսյանը պնդում է, որ չի ցանկանում իշխանություն, այլ ցանկանում է իշխանափոխություն, եւ վարչապետ կարող է լինել թեկուզ Քոչարյանը։ Գուցե իսկապես անկեղծ է, բայց նա դա երբեք չի անելու առանց կոնկրետ նախապայմանների, իսկ թե ինչ, հավանաբար հենց դրա շուրջ է տարաձայնությունը։ Հաճախ են ՀԿ-ականները, հատկապես Արմեն Աշոտյանը մեղադրում Քոչարյանին, այսպես կոչված տարանջատման օպերացիա իրականացնելու մեջ։ Բայց այդ տարանջատումը ունի արդեն տասնամյակների պատմություն, եւ այդ տարանջատումը վերահաստատվեց, այսպես վերջնականորեն ընդգծվեց 2018 թվականից հետո։ Եզրակացությունները թողնում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ, մենք ուշադիր հետևելու ենք, թե այսուհետ այլ ինչ ինքնախոստովանական վկայություններ են տալու բոլոր նրանք, ովքեր որոշումներ են կայացրել Հայաստանի ու հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակության հարցերում։ Բայց այս պահին ստիպված ենք արձանագրել, որ քանի դեռ Հայաստանի քաղաքական կյանքում չի եղել սերնդափոխություն եւ նոր լիդերներ ի հայտ չեն եկել, մենք կրկին ստիպված ենք լինելու քննարկել Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ Նիկոլ Փաշինյան եռանկյունին։ Հավանեք, տարածեք, բաժանորդագրվեք իմ ալիքին, սիրելի հայրենակիցներ։ Լավ մնացեք, շուտով նորից կհանդիպենք։